Հանուն Հոր և Որդվո և Հոգևոր Սրբո, ամեն։ Արդ, դուք որ ճշմարտության հնազանդելով սրբեցիք ձեր անձերը, որպեսզի անգերց եղբայրասիրությամբ ապրիք, սրտանց սիրեք զիրար մաքուր սրտով, որովհետև Աստծո կենդանի և մշտնչենական խոսքով վերստին ծնանք, դուք իբրև զավակները ոչ թե մահկանացու ծնողքիմը, այլ անմահին, որովհետև բոլոր մարդիկ խոդիպես են, իրենց ամբողջ փառքնալ վայրի ծաղիկին պես, խոդը կչորնա և ծաղիկը կթափի, բայց Տիրոջ խոսքը հավիտենական կմնա։ Այդ խոսքը այն ավետարանն է, որ ցեզի քարոզվեցավ։ Հետևաբար մեկտիցը կեցեք ամեն տեսակի չար մտածում ու նենգություն, գեղձավորություն ու նախանձ և ամեն տեսակի չարախոսություն, որպես հավատքի նորածին մանուկներ, Աստծո խոսքին անխարդախ գաթին փափագեցեք, որպեսզի անով աճիք և փրկության հասնիք։ Անգամ որ Տիրոջ խոսքին համը առնեք, պիտի տեսնեք, թե քաղցր է ան։ Մոտեցեք անոր Քրիստոսի, որովհետև ինքն է այն կենդանի վեմը, որ թեպետև մարդոցմե մերժված, բայց Աստուծմե ընտրված պատվական վեմն է։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, այստեղ կտեսնենք, կարծեք Պետրոս առաքյալ այսօր մեզ մե յուրաքանչյուրին խոսածը լա։ Կարծեք ոչ միայն իր ժամանակի մարդուն է, որ գուղի այս խոսքը, այլ նաև ամեն սերունդի պատկանող մարդոց է, որ գսե այս խոսքերը, որովհետև մարդը իր բնավորությամբ նախընտրեց չարը, նախընտրեց խավարը, ինչպես Աստվածաշունչի առաջին իսկ էջերը կվկայեն մեզ։ Մարդը Աստուծմե հեռանալով հեռացավ ոչ թե միմիայն անձե, էյութեն է, այլ հեռացավ աղբյուր է, կյանքի աղբյուր է, խաղաղության աղբյուր են, ճշմարտության աղբյուր են, ողորմածասիրության աղբյուր են, գլխակիր մարդ դառնալու աղբյուր են։ Եվ հետևաբար կտեսնենք, թե ինչպես թե Աստվածաշունչը և թե մարդկային կյանք և փորձառությունը մեզի կսորվեցնե, մարդը ինչպես գամած մարդ ըլլալ է կհեռանա, կդառնա տարբեր բան։ Եվ մեծ աստվածաբաններ միշտ հավատացած են այս խոսքին, որ երբ որ Աստուծմե կհեռանաս, տուն գամած ավելի նվազ մարդ կլաս, որովհետև քեզ ստեղծողը Աստված ինքն է։ Հետևաբար Աստված ինքը լավ գիտե, թե իր ստեղծածը ինչի գոչված է և ինչ բանի պետք է ծառայե։ Բայց երբ որ դու Աստծո գսես, ես քեզի պետք չունիմ, ես իմ կյանքս քեզ միալ ավելի լավ գիտեմ առաջնորդել, իմ սրտից փափագածը, իմ շահերուս եկածը, իմ քեֆիս եկածին պես պիտի ապրիմ, այդ ժամանակ կհեռանանք այն նպատակեն, որուն համար մենք ստեղծված ենք, որպես մարդիկ, և հետևաբար գամած ավելի նվազ և ավելի դքեղ, մեր ներսիտին, ոչ թե արտաքինը, ավելի դքեղ մարդ կդառնանք։ Եվ մինչև գարկ աստվածաբաններ գսեն, թժող իրականության մեջ այդ մարդուն ոչնչացումն է այլևս։ Մարդը իր կյանքի սկիզբեն կսկսի այն վարյանեն, որ Աստծո կդառնա և կսե, որ ես քեզի չեմ ուզեր, սլակը կսկսի աշխատիլ, ընթացքը կսկսի ավելի նվազ մարդ դառնալու, մեռնելու որպես մարդ, և կշարունակվի ադիգա մինչև քերեզման, բայց քերեզմանեն հետո թեր կմնա, բայց և այնպես իր վաղճանական հասեն թժողքը իր ոչնչացումն է։
Գարգ աստվածապաններ եւ գարգ հայրեր կհավատային ասոր։ Մենք որպես մարդիկ գթաթրին քոյություն ունենալ է, որովհետև մարդը գոչված է ոչ թե Աստծո հերու ապրելու, այլ Աստծո հետ ապրելու։ Հետևաբար Աստծո հերու տուն մարդ չես այլևս։ Եվ հետևաբար որպես ինքնություն քոյություն չես կրնար ունենալ քեզ ստեղծողին, քեզի ինքնություն տվողին, քեզի կյանք բարգեւողին, եթե ասես քեզի պետք չունիմ, հետևաբար տուն այլևս դադարեցված ես ոչնչանալու։ Տուն այլևս տուն չես որպես մարդ գլխակիր։ Եվ ճիշտ անոր համար, որովհետև Աստված սիրեց մարդը եւ ստեղծագործություն եւ զինք չստեղծեց, որովհետեւ օրը մենք կամ ստեղծագործությունը ոչնչանանք, արիթ կուտա, անդրադառնալու, արիթ կուտա ագանջ կախելու իրեն, իր գոչը լսելու եւ քալելու այդ եթարսի ջամփան։ Մահեն, խավարեն, ոչնչացումեն, քերեզմանեն Թուրս կալու եւ երթալու թեպի կյանք, թեպի հավիտենականություն, թեպի ճշմարտություն, թեպի հանգիստ եւ խաղաղություն, որ այս երկիրը մեզի բիդի չգարենադալ։ Բոլոր մարդիկ խոդի պես է գսե, առաքյալը գմեջվերը այստեղ Եսայի մարգարեության մեջ գրված են։ Բոլոր մարդիկ խոդի պես են։ Իրենց ամբողջ փառքնալ վայրի ծաղիկի պես։ Խոդը գչորնա եւ ծաղիկը գփթի, բայց դիրոջ խոսքը հավիտենական կմնա։ Այսինքն մեր յանքի մեջ ինչպիսի ալ քեղեցկություններ ունենանք, ֆիզիկական քեղեցկություններ, ֆիզիկական մեծություններ, նյութական մեծություն, նյութական հարստություն, նյութական փառք եւ բադիվ, զարդարանքներ մեր կյանքի մեջ, ամեն տեսակի, ինչ որալ ըլլան ադոնք, բարձաբես ժամանակավոր են խոդին պես, ծաղիկին պես եւ հետևաբար դադարեցված են մահվան։ Եթե մեր հույսը, մեր սերը, մեր հավատարմությունը, մեր գետրոնացումը դված ենք ադոնց, նյութականին, հետևաբար մենք չենք կրնար հավիտենականին զավակները ալլալ, ինչին զավակները գթարնանք, մահվան զավակները գթարնանք, զավակները գթարնանք խավարին, զավակները գթարնանք մութին, եւ ի վերջո զավակը գթարնանք չարին։ Այստեղ առաքյալը շատ գեղեցիկ կերպով գսե Թուք իբրև զավակները ոչ թե մահկանացու ծնողքին, այլ անմահի։ Մենք Աթամի եւ Եվայի զավակներն էինք եւ բնությամբ կշարունակենք ըլլալ։ Բայց Քրիստոս եկավ ծնողք դարձավ մեզի։ Որդեգրեց, Աստված որդեգրեց մեզ եւ մեզի ըսավ, որ եթե գուզես դուրս գալ քու գացութենետ, հետևաբար սերքը գերգարեմ քեզի, որբեսի այս սերքը սփռնելով իմ քովս կաս եւ քեզ որդեգրեմ որբես իմ զավակս։ Եվ երբ որ Աստծո զավակ կդառնանք, այդ ժամանակ մենք մահկանացու բնության չենք ենթարկվիր, այլ ընդհակառակը գպայքարինք անոր թեմ եւ ի վերջո իլրումն ժամանակի ինչպես կխոսանա Սուրբ Աստվածաշունչը, մենք բնության ամենամեծ թշնամին մահը պիտի չախչախենք, դուրս պիտի գանք եւ վերստին կյանք եւ ավելիով կյանք պիտի ստանանք Աստծուց։ Մեզի կմնա մեր կամքը, ինչ կուզենք։ Գուզենք այդ մահկանացու ճանապարհեն քալել, գուզենք մեզի որպես հայր եւ մայր ընդունել մահկանացու ծնող, կամ ընդունել հայր, ով անմահը, որն է մեր Աստվածը եւ ստեղծիչը։
Այստեղ առաքյալը գսե մեզի ուրեմն այս բոլորը ընելու համար որոշ բաներ պետք է անենք։ Պետք է մեկ կողմ ցկենք չարությունը, չարախոսությունը, ուրիշին խայդարագելու հիվանդությունը, ուրիշին վնաս հասցնելու չարամտությունը, ուրիշին ավելի լավ նկատելու մենքս մեզ, ավելի սուրբ, ավելի մաքուր նկատելու, անսխալական նկատելու։ Այս բոլորը մեկ կողմ եթե չտնենք, մեր ես եթե ամենեն բարձր թիրք ունենա մեր կյանքի մեջ, հետևաբար Աստված չի կրնար այդտեղ դիրապետել, այդ կյանքի մեջ Աստված չի կրնար գալ եւ բնակիլ եւ առաջնորդել։ Հետևաբար անելիքներ ունենք մենք։ Այստեղ նայեցեք առաքյալը ինչպես խոսք մգա գսե կնմանցնե երեխային կնմանցնե մեր կյանքը կամ քրիստոնյային կյանքը անգամ որ դիրոջ խոսքին համը առնեք պիտի տեսնեք թե քաղցր է անում որպես հավատքի նորածին մանուկներ Աստծո խոսքին անխարթախ գաթին փափակեցեք ինչպես որ երեխաներ նորածիններ պիտի ուզեն սնանիլ իրենց մոր գաթով ուրիշ բան պիտի չուտեն իրենց մոր գաթով պիտի սնանին եւ մեծնան եւ աճին եւ զարգանան նույնպես ալ մենք որպես երեխաները Աստուծո պետք է ցկտինք այդ ճշմարիտ գաթեն խմել այն ժամանակ որ խմենք եւ զգանք եւ համդեսենք անոր քաղցրությունը այլևս հոն է որ մենք գգիտնանք եւ գճանչնանք մեր Տեր Աստվածը եւ գսիրենք իրեն հետևիլ որովհետեւ արդեն համդեսած ենք այդ տարբերությունը գճանչնանք այդ տարբերությունը եւ կանցաթարնանք որ ես մինչեւ այսօր ինչ որ գերած եմ հոգեվորաբես անոնք միմիայն լեղի էին ինձի համար բայց այսօր ես կխմեմ ճշմարիտեն այնպիսի քաղցրություն վայելելով որ ես ասկե առաջ չեմ ունեցած ինչպես որ երեխան պիտի ուզե պիտի լա որպես իր մոր գաթը խմե նույնպես ալ մենք որպես նորածիններ երեխաները Աստուծո ամեն չանք պետք է թափենք Աստուծո թարնալու եւ այդ ադգե եկած ճշմարտութենեն խմելու եւ այդ քաղցրությունը զգալու եւ համդեսելու մեր կյանքի մեջ բայց ադիգա պիտի անենք մեր կամքով Աստված պիտի չբարդատրե մեզի մենք պիտի ուզենք պիտի փափակենք պիտի սիրենք բայց ինչ կսե Աստվածաշունչը ոչ թե մեր ներգա մեղանչական գացության մեջ երթանք եւ Աստծո ասենք ինձի մեկ հատ այդ ճշմարտութենեն դուր որբեսի խմեմ Հիսուսին որ եկանսին մեզյալ այդ բաժակեն խմծուր Հիսուսին չսավ չեք գիտեր ինչի մասին խոսիկ դուք որտեւ այդ բաժակեն խմելը կնշանակե դարաբիլ այդ բաժակեն խմելը կնշանակե հոգնիլ չանքնել գամք ունենալ քոյադևելու հագարակ ամեն դժվարությանց այդ բաժակեն խմել կնշանակե մեկտի տնել ամեն բան որ Աստծուց մեջ է մեկտի տնել ամեն բան որ քեզի նվազ մարդ կդարձնե մեկ կողմ ցկել մերժել անդեսել ամեն բան որ քեզի նվազ քրիստոնյա նվազ մարդ եւ Աստծուց մե գհերացնե հետեւաբար սիրելի քույրեր եւ եղբայրներ ժամանակն է որ մենք քիչ ավելի լրջությամբ հետևենք մեր հոգեվոր կյանքին երբեք քրիստոնեական կրոնական կյանքը օրենքներու ցանկակրում մը չէ եղած այսինքն այս օրենքը եթե կատարեմ արտաքին օրենքներ եթե կատարեմ եկեղեցի երթամ մոմս վարեմ ուդելիք չուտեմ բախքի ժամանակ կնշանակե որ ես արդեն արդարացած եմ ես արդեն առողջ ճանապարհի մեջ եմ ոչ քրիստոնյա դառնալ մագերեսային մոդեցում ունենալ չի նշանակեր մագերեսային
թեթև հարաբերություն ունենալ Աստծո հետ չի նշանակեր, այլ կնշանակե խորքային առումով, իներկուստ, մեր սրտով, մեր հոգիով, մեր մտքով ամբողջությամբ նվիրվել եւ նվիրակորձվել Աստծո։ Նայեցեք, ճիշտ է որ բոլորս ալ մեղավորներ ենք։ Մեկը չկա որ մեղք չի կործեր, բայց եւ այնպես մենք բոլորս պետք է քայլեր նետենք երեխայի նման գամած մեր սխալներն հեռանալու։ Բոլորս ալ դգարություններ ունենք։ Բոլորս ալ shortcoming-ներ ունենք, ինչպես որ գսվի անգլերենով։ Գադարյալ չկա մեր մեջ, եթե գա եկեղեցին դուրս թողել այս վարյանից, որտեղ իրեն համար չէ եկեղեցին։ Բոլորս ալ գարիք ունենք այն գաթին, որ մեզ բժշկե, զորացնե, ամրացնե, գետրոնացնե կարևոր բաներու վրա։ Բոլորս ալ կյանքի բերումով դարբեր բաներով կսպաղենք։ Մեր ուշադրությունը ուրիշ տեղեր գերտա, ուզենք կամ չուզենք։ Մանավանդ Ամերիկայի բեստեղը, որ ամեն բան կուտիմացդ կտնե։ Ամեն բան կարելի կդարձնե քեզի համար։ Մի անգպավ է, որ հեռացայինիդ վրա փանաս ինտերնետով, ամեն բան կարելի է քեզի։ Մի ան թրամեն լուրդուր գսեն, չէ։ Հետևաբար այդ դաղդուքին մեջ, այդ խոջողումին մեջ, այդ վազվզուքին մեջ, բիդի չմոռնամ իմ կյանքիս առաջնահերթությունները ինչ են, որովհետև սիրելիներ մեկը չի գիտեր թե ժամանակի երբ կուքա, որ ինքը այլևս այս երկրեն առնվի, մեկը չի գիտեր, երդասարտներ կամ ավելի դարեցներ, մեկը թող չուս է, որ ես դեր ժամանակ ունիմ, գրնամ չունենալ, հետևաբար մենք կոչված ենք որպես քրիստոնյաներ այս վարյանին, այն ռոբեն, որ մեզի Աստված նվիրած է, այդ ռոբեին թարնալու Աստծո է վսելու ես ամեն բան, ինչ որ քեզ մե գհերացնե, մեկ կողմ գցկեմ։ Սա չի նշանակեր, որ անշուշտ պիտի չաշխատենք, չի նշանակեր, որ մեր օրաբահիկը պիտի չշահենք, մեր ընտանիքներուն պիտի չնայինք, մեր ծնողներուն պիտի չնայինք, ոչ, ձուլությունը մեզի համար չէ, բայց եւ այնպես կնշանակի, որ կյանքի առաջնահերթությունները ճիշտ ցևով պիտի դասավորես քու կյանքիդ մեջ։ Ոչ մեկ բան, կգրկնեմ, ոչ մեկ բան Աստուծո առաջ դեղ պետք է առնի մեր կյանքի մեջ։ Եթե Աստված առաջինը տնենք, վստահ գիտեք, որ ինքնաբերաբար Սուրբ Հոգու ներկործությամբ պիտի տեսնեք, թե ձեր կյանքի մեջ ինչպես ամեն բան իր շիդակ տեղը գառնե եւ իր շիդակ տեղը կգրավե եւ ընթացքը բնականon կդառնա։ Միան այդ առաջինը պիտի գիտնակ ուր պիտի տնենք։ Մեմը որ Աստծո այդ առաջին գարկին վրա թրիկ, մյուսները գամած կտեսնեք, որ ինչպես հեզասա երբով կընթանան։ Կդառնաս աշխատասեր, բայց կդառնաս նաեւ գիտագից։ Գուզես աշխատիլ, բայց ծնողքդ եւ ընտանիքդ չես մոռնար, այսինքն workaholic չես դառնար։ Ընտանիքդ կսիրես, բայց եւ այնպես չես մոռնար նաեւ ուրիշներու գարիքները։ Կսիրես քու նմանդ, բայց չես մոռնար, որ նաեւ պետք է սիրես թշնամիդ։ Ամեն բան ինքիր ընթացքը կստանա եւ Աստծո այդ գաթը խմած կլանք այդպիսով, քաղցրությունը վայելած կլանք եւ այն ժամանակ կտեսնենք, որ մենք ինչպիսի հրաշագործություններ կործած ենք մեր իսկ անձին նկատմամբ։ Մենք որ թերևս երբեք պիտի չգարձեինք, չմտածեինք, որ օրը կգրնանք այսպիսի հոգեվոր աճ եւ վերելք ունենալ, նկարագրային առումով փոխվի, լավանալ, սրբանալ, մաքրվել, պիտի թարնամ եւ Աստծո պիտի եսեմ, քողունակ եմ քեզ մովտեր, շնորհակալ եմ քեզի, որ թուն իմ անձս նորոգեցիր ներսեն, նոր մարդ դարձուցիր ինձի եւ վերստին ծնա քեզմով, ինչպես քիչ առաջ կարտացինք, թարնալով նոր մարդ, միշտ սկտելով մնալ քու ճանապարհիդ մեջ, թարնալու համար եւ նմանելու համար Քրիստոս մարդուն մեջ, մարդու ընկերության մեջ եւ ի վերջո քալու եւ միանալու քեզի հավիտենաբես, որուն միան գցկտի մովտեր
այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիրենից։ Ամեն։